սկզբից Պեմզաշեն գյուղում, հետո գարնան եկանք արդիկ, ես հայերեն գրերը սովորեցի, սա մեծագույն կնիքն է, որ հայոց ոգին, հայոց հողը, հայոց տունը դրեցին ճակատին, հայոց գրերը։ Ես երկրորդ դասարանից սկսեցի բանաստեղծություններ գրել, որովհետև ահանջ ունեի ինչ-որ բան անել, որտեղ ինչ-որ բան արդեն հասել է ես, ձերքս յացել։ Չէ, չեմ հիշում, 69 թվին բոլոր բանաստեղծություններս, որ մինչև այդ գրել էի, բոլորը պատրեցի և ասեցի ինքս ինձ, դու տեսեք, դու երաշխուն ես գրում, ինչքան ժամանակ ես տալիս մեկ գործը ավարտելու համար, ինչքան ես ջնջում, ինչքան ես փորձում, ստուգում, նորից ու նորից, բայց դու ախր բանաստեղծությունը գրում ես, հենց այնպես ոտի վրա հեշտ, բայց կան մարդիկ, որ ինչքան որ դու երաշխուն ես գրում ու չարչարում ես, այդքան են բանաստեղծության վրա են չարչարում, թող իրանց հետ գործը, ես դրանից թողեցի, ամեն մարդիկ գործով հետ զբաղվի, արդիկ ինձ սիրելի է անչափ, արդիկում էր այն գործիքը, որին ես հանդիպեցի, բանվորական ակումբում, Չապյանին, հիշում եմ թատերական խմբակի ղեկավարին, որի ժադակ ինձ համար շատ թանկ է, արդիկում լավ մարդիկ էին շատ, դուք չեք պատկերացնում զարմանալի նկարագիր, քարի հետ գործ ունեցող բանվորական դաժան կոպիտ, շատ կոնկրետ կյանք, դա դժվար կյանք է, քարի հետ ապրել ամեն օր, բարձրանալ հանք իջնել, վագոնները լցնել բեռնակիր իբրև, դրանք մաս բաժանված են, բայց բոլորը տուֆի հետ կապ ունեն, բոլորը, և այդ դժան կյանք է, ձմեր, գարուն, ամառ, միշտ, և այս արտաքին, այդ մաշկիտակ է դաժանության, այդ ինչ փխրուն, ինչ զգայուն, ինչ մարդիկ են, ես մինչև այսօր ավելի մեծ հարստություն մարդկային նկարագրի կան այս իմ մանկության տարիները, որ թե արդիկում եղան և թե այստեղ ճիշտ ասած ոչ եմ փնտրել եմ, դա իմ ապրած կյանքն է, իմ հարստությունն է, մարդիկ, որոնց հետ ես շփվեցի, բոլոր դպրոցականները, բոլոր ուսուցիչները, բոլոր հարևաններս հավատացած էին 100-100, որ ես մարդ եմ դառնալու, դե ինչ մարդ չգիտենք, բայց հավատացած էին։ Գիտեք, դա ինչ ուժ է քեզ ներարկող, ինչ ուժ է, ընթերցող է, ես արտակուրս դասիկերներից տարբերվում է իմ ընթերցասիրությամբ, միայն, սիրում էի կարդալ, և այդ վստահությունը ինձ ամբողջ կյանք ուղեկցել է, ես արդիկ վերադարձա շատ տարիներ հետո, որովհետև ամբողջ մտածում էի, մի բան անեմ նոր գնամ, մի բան իրենց հույսերը արդարացրած լինեմ, նոր վերադառնամ, և այնքան չգնացի մի օր Ազատ Կասպարյանը ողորմիրան, գիշերով ժամը 12-ին մեկին Գյումրիից ճանապարհը սեղեց, տարավ ինձ արդիկ, գիտեք ինչ գիշեր էր, նախ երկու մեծագույն հայտնագործություն արեցի այդ գիշերը, 14 շենքի կողմը վազեցի ակումի կողմը, որտեղ դաշնամուրներ, վազեցի դպրոցի կողմը, գիշերով, մութ, ու երկու հայտնագործություն արեցի, մեկ, որ այստեղից ոչ եմ գնացել են։ Ոչ եմ գնացել են, մեկ, երկրորդ հայտնագործությունը, եթե կյանքը ապրելը Աստծուն արդարորեն միանալն է, հեչ ոչ տեղ չէ այստեղ Աստծուն արդարորեն միանալու համար։ Արդիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան, համեցեք։ Հարգելի ներկաներ, սիրելի մայեստրո, մենք աշտիկցիներս շատ ջերման եմ, հիշում ենք ձեզ և հիմնականում ձեր ոսկերով գիտենք, որ դուք ձևավորվել եք հենց արդիկում, հենց նոր լսարանի առաջ դուք շատ մեծ նվիրվածությամբ այդ մասին ասեցիք, մենք գիտենք, որ նաև այդ պատանեկության տարիները մեծ ազդեցություն են ունեցել ձեր հետագա ստեղծագործությունների ձևավորման և
ստեղծման վրա եւ անպայման ուզում էինք, որպեսզի դուք իսկապես ինչպես որ ասացիք չեք գնացել Արտիկից, այդպես էլ լինեիք Արտիկում միշտ մեր կողքին եւ ուզում եմ անձամբ կարդալ Արտիկի ապագանու որոշումը։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արտիկի մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Տիգրան Մասուրյանի անվամբ անվանակոչելու մասին։ Քաղաքարտի 24 հոկտեմբերի 2014 թվական։ Ի նկատի ունենալով մայստրո Տիգրան Մասուրյանի վաստակը հայ եւ համաշխարհային երաժշտական արվեստում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նրա օրինագելի եւ հագեցած կյանքի պատանեկան շրջանն անցել է Արտիկում եւ ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Արտիկի քաղաքային համայնքի ապագանի որոշումը։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արտիկի մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել Տիգրան Մասուրյանի անվան մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ Մենք ավելի հարաբերական կունենանք ձեզ եւ Արտիկում այդ ձեր ասած քարի ավազին շինարարների այդ դաժան տարածքում իրենք կգան նոր Մասուրյաններ եւ նոր տաղանդներ ձևավորվել։ Շնորհակալություն։